Ուրեմն պարոն Խուդատյանը աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է, ճիշտն ասած, ենթակառուցվածքների մասով ես գոհ եմ եղել եւ պարոն Պապիկյանի կառավարումից եւ պարոն Սանոսյանի եւ պարոն Խուդատյանի, ես ամիշտ ասել եմ, իրենց էլ եմ ասել, դեմերես եմ ասել, մի շարք ուրիշ հարցերով դժգոհ եմ եղել, էլի իհարկե։ Հա, պարոն Խուդատյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆարզադե Սաղետ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Տիկին Ֆարզադե Սադեղի հետ ներողություն այդ սխալներիս վերիպումներիս համար, հա, հանդիպել են, գոհունակություն է հայտնել Քաջարան-Ագարակ ճանապարհատվածի շինարարության առաջընթացի կապակցությամբ, իսկապես լավ գործ են անում Մեղրու հատվածում, ովքեր անցել դարձել են, տեսել են, գիտեն։ Ուրեմն քննարկել են տրանսպորտի ավիացիայի ոլորտներում համագործակցության առնչվող հարցեր, ուրեմն Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերվող հարցը, հիմա մի կամուրջ է, հա, այդ բանի Ագարակով անցման հատվածն է, եւ նշվել է, որ սրա իրականացումը կբարձրացնի երկու երկրների միջև տրանսպորտային թողունակությունը եւ կնպաստի տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը։ Ուրեմն մասնագիտացած խումբ կստեղծվի Իրանի ուշադրություն, սա շատ կարևոր լուր է ժողովուրդ ջան, եթե հետաքրքրված եք, եթե հետաքրքրված չեք, գազով եւ էներգակիրներով ուզած-չուզած հետաքրքրված պետք է լինեք, կստեղծեն մասնագիտացած համատեղ խումբ էներգետիկայի ոլորտում կենտրոնանալով գազի առևտրի վրա։ Հիմա ինչ է տեղի ունենում երկար ժամանակ, արդեն տեղի ունենում այսպես կոչված ապրանքափոխանակություն, Իրանի Իսլամական Հանրապետությունից գազ է գալիս Հայաստան, Հայաստանը դրա դիմաց էլեկտրաէներգիա է տալիս Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Այս փոքրիկ բացառությունը ինչ որ չափով նշված է Հայաստան, Ռուսաստան այդ խայտարակ պայմանագրի մեջ, ստրկական պայմանագրի մեջ, որը հանրապետականների եւ Սերժիկ Սարգսյանի ձեռամբ ստորագրվեց 13 թվականի դեկտեմբերի 2-ին Պացան Վալոդիկի Հայաստան գալու ժամանակ, հա, ընդհանրապես 13 թիվը Հայաստանի երևի սխալ կլինի վերակաղութացման ըստ երևույթին, էլի, հա, տարի կարելի է համարել, մեկը անշուշտ 13 թվականի սեպտեմբերի Մոսկվայում Սերժիկ Սարգսյանի արած հայտարարությունն էր, որ Հայաստանը յետադարձ է կատարում, ռազվարոտ, U-turn, կամ սպես, էլի, ինչպես կուզեք, Եվրամիության ասոցացումից 3.5 տարի Սերժիկ Սարգսյանի արտգործ նախարարությունը բանակցել էր Եվրամիության հետ, որպեսզի Հայաստանը դառնար Եվրամիության ընկերակցող անդամ, ասոցիատիվ անդամ, Վրաստանի, Մոլդովայի պես, եւ մի գիշերում, ինչպես ինքը պատմեց Պրահայում, ինքը չէր կարող ժողովրդի հետ քննարկել ու գնաց սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Պուտինի մոտ ասաց, որ Հայաստանը որոշել է դառնալ Մաքսային միության անդամ եւ մաս կազմել Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը, էլի, հա, ինչի մեջ է հիմա Հայաստանը, թե ինչի մեջ է բարիպուն իմաստով, հիմա չասեմ, այդ բառը կռահեցիք, էլի, ինչու եմ ասում, որ շատ վատ բանի մեջ է Հայաստանը տնտեսական իմաստով, այն է, որ այս 6 երկրների տնտեսական միությունը, այսպես կոչված, Հայաստանին իմ խոր համոզմամբ ավելի շատ վնասում է, քան թե օգնում է։ Դա շանտաժիստական ճնշում է եղել Սերժիկ Սարգսյանի վրա, ինչին ինքը ենթարկվել է։ Երևի իշխանությունը պահելու համար։ Հետո ստեղ սկսեցին հանրապետականները երգել, թե Հայաստանի անվտանգության խաթեր ստիպված եղանք, էլի, անվտանգությունը ինչ կապ ունի տնտեսական միության մեջ մտնելու հետ, այդ չճոգեցինք։ Անկախ ամեն ինչից Հայաստանը ուներ հապկի անդամություն եւ հապկի երաշխիքներ անվտանգության եւ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինքի պայմանավորվածությունը, այսինքն երկու կարևոր փաստաթղթով Հայաստանի անվտանգությունը այսպես թե այնպես երաշխավորված էր։ Այսինքն, եթե հանկարծ Պուտինի մտքով անցներ ասեր Սերժիկ Սարգսյան հյուրանոցից մինչև Կրեմլ տրուսիկ մայքով կգաս, որտեվ դա կապ ունի Հայաստանի անվտանգության հետ, որ քեզ տեր եղնենք, էլի, հա, գայլերը չուտեն։ Ինքը պետք է ելներ տրուսիկ մայքով գնար Կրեմլ եւ երբ ասեին այ մարդես ինչ արեցիր, ասեր թե Հայաստանի անվտանգության համար ենք արել։ Անցավ 2 տարի 16 թվականի ապրիլյան պատերազմը եղավ։ Այսինքն ոչ մի կերպ Եվրասիական տնտեսական միության մեջ
Հայաստանին տանել կողելը չօգնեց Հայաստանի անվտանգությանը։ Եթե ինչ-որ մեկը կասի, որ այդ պատերազմը եղել է Արցախում, ախր ինչի եք դուք դա մանիպուլացնում բերում Հայաստանի, բոլորը հասկանում էին, որ Արցախի թուլացումը կամ ջախջախումը բնականաբար Հայաստանի անվտանգությանը առնչվող բան էր։ Ինչ որ է։ Հիմա այդ պայմանագիրը, որը մենք կոչում ենք ստրկական, 13 թվականին ստորագրված, կնքված, բանը դրա մեջ բավականին կոշտ պայմաններ են դրած Հայաստանի դեմ, գազի մատակարարը 40 մի վայրկյան թվականը նայեմ, ժողովուրդ ջան, կարող է սխալվեմ, էլի, այդ պայմանագրով 13 թվականից մինչև 40, ուրան է այդ թիվը, ուրա այդ թիվը, 43 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Ռուսաստանը, ինչ է, Գազպրոմը պիտի լինի Հայաստանի գազի մատակարարը, այ քեզ բան, պատկերացնում եք, ինչ 13, 43, 30 տարով Ռուսաստանը գազային գաղութացման է ենթարկել կամ գազային ճորտացման է ենթարկում Հայաստանի Հանրապետությանը։ Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 43 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ սույն համաձայնագրից բխող կամ սույն համաձայնագրի հետ կապված ծագող Գազպրոմ բաց բաժնետիրական ընկերության հայ-ռուս-կազարդ փակ բաժնետիրական ընկերության եւ դրանց համապատասխան իրավահաջորդների այս համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ իրավունքները եւ շահերը ենթակա չեն փոփոխումների, լրացումների, հետ կանչման կամ կրճատումների առանց ռուսական կողմի նախնական համաձայնության։ Այսինքն ճորտաբանությունը ստեղել է երևում, էլի, հա, որ դու չտպրտաս։ Ուզում ես դիմի, մենք կնայենք, էլի, թույլ տանք, որ այս պայմանագրի ինչ-ինչ պայմաններ փոփոխվեն, թե ոչ։ Եթե չէ, դու ուրիշ բան անել չես կարող։ Սա ահագին ծանր դրության մեջ է, ու այսպիսի հոդվածներ լիքն են, էլի, այս պայմանագիր, ավելի ճիշտ համաձայնագրի մեջ, էլի, հա։ Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 43 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության ապագա որևէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր եւ այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխվի կամ չեղյալ հայտարարվի կամ այլ կերպ ոտնահարի սույն համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ Գազպրոմի, հայ-ռուս-կազարդի եւ դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները եւ շահերը եւ այլն եւ այլն եւ այլն։ Հա, այսինքն չթպրտաս մոտարապես էս է հասկացվում, էլի 311 միլիոն դոլար իբր թե Հայաստանը այդ պահին պարտք է եղել արդեն, էլի եւ այդ 20%-ի դիմաց բանը ասել են ապեր այդ 20% է տալիս մեզ ու բրձնում ենք, էլի, հա Գազպրոմ բաց բաժնետիրական ընկերությանը Հայաստանի տարածքում կամ նրա փոխկապակցված անձանց պատկանող ցանկացած գույքը օգտվում են Հայաստանի Հանրապետության լիակատար եւ անվերապահ պաշտպանությունից եւ չեն կարող ենթարկվել ուղիղ կամ անուղղակի բռնագրավման, ազգայնացման կամ ռեկվիզիցիայի, ինչպես նաեւ այլ միջոցների, որոնք իրենց հետևանքներով հավասարազոր են բռնագրավմանը, ազգայնացմանը կամ ռեկվիզիցիային։ Ինչ է սա նշանակում, ժողովուրդ ջան։ Հայ փոստարօրինակ ինքնաթիպ վիճակի մասին ուսումնասիրենք, խոսենք, ժողովուրդ ջան։ Ուրեմն այս նորվա կարդացածս ինչ է նշանակում։ Հիշում եք, հա, որ հենց Վալոդիգը սկսեց խոսել այն մասին, որ Հայաստանի գազի կինը շատ էժան է, ցույց համեստ պահեք քարոզարշավի ժամանակ, հա, որպեսզի ազդեր հայաստանյան ընտրողների վրա։ Այդ ժամանակ հաղորդումների մեջ ես բացատրել եմ, էլի, թե ինչ պետք է լինի։ Նախ եւ առաջ իհարկե Պացան Վալոդը բաներ անում, ստում էր թվերի մեջ, թե գազը հասցվում է Հայաստանի բնակիչներին 150-160 դոլարով 1000 խորանարդ մետրի համար։ Հա, Հայաստանին մատակարարվում է, այդպես էր ասում, որ ճշգրիտ լինի, էլի։ Հա, դա Եվրոպայի գնից 4 անգամ էժան է, էս է, այն է եւ այլն եւ այլն։ Իրականում Հայաստանի սպառողին, Հայաստանում ապրողներին, ինձ, ձեզ եւ այլն եւ այլն։ Գազը հասնում է 380 դոլարով, մի քանի դոլար ավել պակաս, էլի, հա, ոչ թե բան։ Ինձ համար հետաքրքիր չէ, թե միջնորդը ինչքան է վերցնում, միջնորդը ով է, ով չէ, շատ կոնկրետ հայաստանյան սպառողին գազը հասնում է ոչ թե 150-160 դոլարով կամ 170-180 դոլարով, այլ հասնում է 380 դոլարով։
ռուսական կողմը տարբեր պաշտոնյաներ, շատ տարբեր պաշտոնյաներ, ովքեր խոսում են այս թեմայով, փորձում են այսպես ասած գազի էժանությունը թանկ ծախել վրեկս։ Իբր թե մենք ցես լավություն ենք անում, դուք ոնց որ թե ստեղ միջազգային համաժողով եք հրավիրել այդ տնաշեններ։ Խելոք մնացեք, էլի Զելենսկին ինչ գործ ունի կա Հայաստան։ Կամ Հայաստանը քեզ հարցրել է Վալոդիկ, բանը դու որ այդ պատերազմը սկսում ես մեզ հարցրել ես, չէ, բա դու մեզ ինչ ես հարցնում, թե ով է գալիս քո երկիր գնում։ Հա, անկախ երկիր է, փոքրիկ անկախ երկիր է, եւ վարում է իր քաղաքականությունը, այնքան ինչքան կարողանում է իր խայտարակ սխալներով հանդերձ, հա, պարոն Փաշինյանի։ Եվ $380 գազը, եթե դառնա $600, ասենք եվրոպական կնի, հա, կնշանակի, որ գազի գինը թանկանալու է ոչ թե 300%-ով, 150-ից ոչ թե դառնալու է $600, այլ ասենք 380-ից 400-ից դառնալու է 600, պարզ է, չէ, $200-220 ավելանալու է այն եղածի վրա, այսինքն, ժողովուրդ ջան, եթե դուք փետրվար ամսին վճարել եք հունվարի համար, ենթադրենք 40,000 դրամ, պիտի վճարեք, եթե թանկացնում եվրոպական գնի է գալիս, ենթադրենք 40-ի փոխարեն 60,000 պիտի վճարեք։ Զգալի թիվ է, զգալի է, հա, բայց դա քառապատիկը չէ, էլի, եռապատիկը չէ։ Ոչ թե 40,000-ի փոխարեն պիտի վճարեք 120,000, այլ 40-ի փոխարեն 60, սա փոքրիկ օրինակ է, որպեսզի չափերը պատկերացնեք ստի, էլի, ինչ է ստում Վալոդիկ ընդեղից, էլի։ Հա, այդ տարբերությունը ինչպես կարելի է կոմպենսացնել, եթե Հայաստանը երկու ոտը այս մի կոշիկ դրած մնում է Կրեմլի փշոտ գրգի մեջ։ Փշոտ գիրք է, այսպես գրգել է Հայաստանին այս պայմանագրով, ուրիշ պայմանագրերով նույնպես, ասում է չթպրտաս։ Այն կետը, որ կարդացի, ասում է պայմանագրի կետերը փոխել չկա, բան չկա, չթպրտակ, այս կողմ, այն կողմ, հա։ Հա, ազգայնացում չի կարող լինել։ Եթե Հայաստանը հանգարց Իրանի հետ բանակցությունների արդյունքում ձեռք է բերում գազամատակարարման բարենպաստ պայման, չգիտեմ, ինչ որ մի պայման, որով Իրանը կամ այդ խողովակով, որ գալիս է, տարբեր մարդկանց, որ ես լսում եմ մասնագետների, ասում են, որ այդ խողովակով 750 մմ-անոց, 75 սանտիմետրանոց, հա, այսպեսի, եթե որպեսզի պատկերացնեք, հա, որը բանով Մեղրու լեռնանցքում տեսած կլինեք, տրուբեկներ կողքը գծած են, որոնք չեն օգտագործվել։ Հա, այդ խողովակը ամբողջ հզորությամբ չի օգտագործվում։ Տարբեր մասնագետներ տարբեր թվեր են ասում, ճշգրիտ ես չգտա, էլի ճիշտն ասած, 20%-ն է օգտագործվում այդ խողովակի թողունակության, 40-50, լավ, ենթադրենք լրիվ է օգտագործվում։ Գլխավորը որ մայրուղին կա, այսինքն կրունտային լեռնային մագիստրալը մայրուղին սարքած է եւ կողքից կարող է երկրորդը գծվել, երրորդը գծվել։ Ավելի լավ է մի քանի հատ գծվի, քան թե նույն խողովակի փոխարեն մեկը լինի։ Դա գործ է իհարկե աշխատանք է, բայց կարելի է դա անել։ Եթե հանգարց ինչ-որ պայմանավորվածություն է ձեռք բերվում, որ պիտի էլի գազ կա Հայաստան, կոպեկով, կոպեկներով, ժողովուրդ, այսինքն բանի էլի, նավթի, գազի, ցիստերնի կողքը պետություն է Հայաստանի Հանրապետությունը ու Ռուսաստանից է գազ ստանում, գաղութը էլ ոնց են դինում, խոսքով։ Ինչ է անելու Վալոդիկը ասելու է, որ դուք խախտել եք պայմանագիրը 11 թվականին Սուրբ Սերժիկ Սարգսյանի հետ պայմանագիր էինք կնքել մենք, որ դուք պիտի միայն մեզնից գնեիք, այս լավ չէ, ինչ պիտի անի, բերեք պատկերացնենք էլի, ինչ պիտի անի, եթե իրավական բաներով նայենք, պիտի գնա արբիտրաժ, ուր գնաց բանը, Սամվել Կարապետյանը, հա, միջազգային տնտեսական դատարան, այսպես ասենք, որ պարզ լինի, հա, ընդեղ պիտի ուսումնասիրեն այս գործը։ Մյուս միջամտության ձևերը կարող են կոշտ լինել, նորանոր պատժամիջոցներ Հայաստանից ուրեմն ապրանքների արտահանման համար, արտահանման դեմ։ Կատնամթերքը իմացակ, մրգերը պանջարեղենը իմացակ թունավոր են Կրեմլի առողջության համար, Ռուսաստանի բնակչությունը պիտի պաշտպանված լինի Հայաստանի թունավոր միրգ պանջարեղենից, Հայաստանի թունավոր ծգներից, Հայաստանի թունավոր ինչեր, հանքային ջրից, Հայաստանի թունավոր ծաղիկներից, էլ ինչ կա, որ կարելի է դարձնել թունավոր, էլի Հայաստանից։ Դրանք պիտի փորձի արգելափակել։ Հիմա ես քանի որ մենք խոսում ենք դրա մասնագետը չլինելով, ենթադրում եմ, որ Հայաստանի իշխանությունները պիտի նստած այդ ցուցակները նայելիս լինեն։
որի դեպքում ինչպիսի վնաս կարող է հասցվել Հայաստանի Հանրապետությանը, ալտերնատիվ այլընտրանքային շուկաներ հայտնաբերել, հայտնագործել, կապեր ստեղծել, որպիսի այդ հարվածը ցավալի չլինի կամ չլինի այնքան ցավալի, որքան եղել է ժամանակին Վրաստանի թեմ, Մոլդովայի թեմ եւ այլն։ Փոխհատուցման ինչ-որ ռեժիմներ տնտեսվարողներին մինչև կարողանան այլընտրանքային շուկաների հարցերը լուծել։ Կոշտ միջամտություն հազիվ թե Նարեկ Կարապետյան, հարգելի Աշոտ Կազարյան, վիրավորանք, զրպարտություն մի արեք, քննադատում եք, քննադատեք, չեմ արգելափակում, բայց խնդրում եմ հարգել մեր խնդրանքը, էլի, հա, քննադատեք։ Եթե համարում եք, որ ինչ-որ մեկը լրտես է, գրեք բացատրեք հասկանանք ինչ հաշիվ է։ Ոչ խար, անասուն, բաման, այդ տիրույթը չէ, թարգը տվեք, ժողովուրդ ջան, խնդրում եմ, դրանով քաղաքակիրթ զրույց չի լինում։ Առաջ չի գնում, քաղաքական բանավեճի մշակույթ չի զարգանում։ Հազար մարդու եմ քննադատում, էլի, երբ որ ինձ անձամբ վիրավորում են, հա, ես վիրավորում եմ, բայց թե Նարեկ Կարապետյանը ձեր մասին երևի տեղյակ չէ, էլի, որտեղ ոչ խար անասուն եք կրում, դրա իմաստը որն է, մեծատառերով, հատ, մի արեք, խնդրում եմ։ Հա, բանը, գազի դեպքում, եթե, քանի որ այդ ցանցը, բաշխիչ ցանցը, այսպես գազապաշխիչ ցանցը ամբողջը Գազպրոմի սեփականությունն է, կարող է ասել Իրանից եկած գազը իմ խողովակներով չպետք է անցնի։ Կարող է ասել։ Եվ ոչ միայն Իրանից եկող գազը։ Այն երկիրը ինչ է անունը, Եվրամիությունը Ադրբեջանից գազ է առնում։ Ադրբեջանինը չէ, ուրիշ տեղից եկած գազ է, բան, այսքան ենքում չգիտեմ, կարող է Ադրբեջանը Հայաստանին գազ ծախել։ Ոչ թե Ռուսաստանի ինադու, այլ պարզապես իր շահի խաթեր կարող է ծախել։ Ինչ մայրուղիներով է ծախելու այդ գազը, երկու հիմնական մայրուղի կա։ Ժողովուրդ ջան, մեկ այն մայրուղին է, որը Վրաստանով է անցնում, Վրաստանից ինչ-որ մի կցորդում անել, եթե չկա այդ կցորդումը, պատկերացնում եք մի ուրեմն բան մայրուղի Ադրբեջանից գալիս է Վրաստանով գնում է եսիմուր, մյուս մայրուղին Ռուսաստանից իջնում է Վրաստանով մտնում է Հայաստան։ Այսինքն խաչմերուկ կա, էլի այսպիսի։ Այդ խաչմերուկի վրա հնարավոր է, հասկանում եք, որ հնարավոր է, շատ չքննարկենք, էլի, ադրբեջանական գազը կարող է Հայաստան մտնել Վրաստանի տարածքով, եթե պայմանները երկու կողմերը համաձայնեցնում են, մի բան էժան է լինում, քան թե Ռուսաստանի հնարավոր թանկացնելի գազը եւ այլն։ Հայաստանը առայժմ ոնց որ թե չի խախտում այս պայմանագիրը, ըստ երևույթին Հայաստանը սպասում է, որ Ռուսաստանը ագրեսիվ քայլի կդիմի, կփորձի կատարել իր այդ սպառնալիքը, ինչ արել է 2-3 ամիս առաջ, քարոզարշավի սկզբում։ Մյուս ճանապարհը, որ Ադրբեջանից գազը կարող է գալ Հայաստան, որքան էլ զարմանալի կլինի, ցավալի կլինի, չգիտեմ ինչ կլինի, դա Հայաստանից Արցախ գնացած գազատարով ետ գազ ուղարկելն է, ետ որն է, հակառակ ուղղությամբ։ Հայաստանից գազ է գնացել, չէ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն։ Ինչու չի կարող ուրեմն այդ նույն խողովակը, թե միտեղ կտրած է էլի այդ անդերը, հասկացանք, բայց դրա վերականգնելը հարց չէ, երևի հաշված օրերի հարց է։ Եթե բանը այդտեղ հասնի, ոչ միայն Իրանի Իսլամական Հանրապետությունից, այլև Ադրբեջանից կարող է Հայաստանը գազ գնել, որը էժան եղավ, որը հարմար եղավ, այդպես եմ ես պատկերացնում, էլի, առանց այլևայլության, եթե ռազմավարական դաշնակիցդ որոշում է այլևս քեզ բացահայտ թշնամի լինել, այդ թշնամությունը մենք արդեն տեսնում ենք, այս տնտեսական պատժամիջոցներում մենք տեսնում ենք այդ թշնամությունը եւ էլի գալիս հասնում ենք բաշխիչ ցանցին, հա, գազապաշխիչ ցանցին, խողովակներն են, մայրուղիներն են, եսիմ այդ հաշվիչներն են եւ այլն եւ այլն։ Գազպրոմը ասելու է չկպնես իմ ցանցին, Հայաստանի Հանրապետությունը ինչ պետք է անի։ Այդ ցանցը կառուցել չի լինի։ Ու կլինի երևի դրա համար 15 տարի պետք է եւ միլիարդավոր դոլարներ են պետք ըստ երևույթին։ Լավագույն դեպքում տնելու է ազգայնացման որոշում կայացնի, ինչը հակասում է այս պայմանագրին։ Այս պայմանագրի մեջ ասվում է, որ ազգայնացում լինել չի կարող։ Հա, այսինքն ճորտական ստրկական։ Եթե ազգայնացնում է Հայաստանը, ելի ֆռում գալիս ենք այնտեղ, որ Ռուսաստանը ինչ պետք է անի, կամ արբիտրաժ է դիմելու,
Այսինքն երկու անգամ առիթ տեսանք մենք ստեղ, էլի, մեկը այն է, որ ուրիշ տեղից է Հայաստանը սկսում գազ գնել, ինչ է Իսպանի խախտում կա համարի Ռուսաստանը պայմանագրի, համաձայնագրի։ Մյուսն էլ այն է, որ դու ոնց որ թե իմ ցանցն ես ուզում օգտագործել, ես չեմ տալիս, հա, եւ դու ուզում ես բան անել, ազգայնացման գործընթաց սկսել հանրային գերակաշահի անվան տակ, ես դա պետք է առնեմ, որովհետեւ ձև չունեմ, պետությունը չպետք է ոչինչ անա, էլի, մոտավորապես։ Այդտեղ նորից արբիտրաժ թե ուրիշ ինտերվենցիաներ։ Ինտերվենցիայի ամենադաժան տեսակը իհարկե զինված ինտերվենցիան է։ Զինված ինտերվենցիան կարող է հաջողել այն դեպքում, եթե Վրաստանը ֆիզիկապես գրավում է Ռուսաստանի զինված ուժերի կողմից։ Հնարավոր է դա թե ոչ, գուշակություններ չանենք, էլի, հա, Պուտինից տրամաբանություն սպասելը սխալ է։ Դա իհարկե ուղիղ կախման մեջ է Ռուսաստանի Դաշնության ռազմատնտեսական հզորություններից, ինչը հիմա ինտենսիվորեն մաշվում է եւ մաշում է դա Ուկրաինան կոալիցիայի օժանդակությամբ, առանց Վրաստանին ֆիզիկապես իշխելու, Հայաստանը ֆիզիկապես նվաճելու գաղափարը իհարկե անհնարին չէ, բայց ֆանտաստիկայի եզրին գտնվող բան է։ Ծայրահեղ քիչ հավանական եմ համարում, բայց տեսական շանս պիտի պահենք, հա, պատկերացնենք, որ չի բացառվում, որ Վալոդիկի պացանական գլխում կարող են նման գաղափարներ ծնվել։ Մյուսը ինչ որ մի սցենար, երբ Վալոդիկը, պացան Վալոդը փորձում է իսկապես խթանել այստեղ գտնվող պրոկրեմլական ուժերին տարբեր միջոցներով, տարբեր խթանիչներով, որպեսզի նրանք կան իշխանության եւ թարգտան այս ամբողջ անկախության կամ անկախության հաստատման շարժմանը։ Ահա այսպիսի տարբեր են պատում իհարկե եւ Հայաստանի Հանրապետությանը եւ Կրեմլին։ Այս իմաստով, երբ հրապարակային հայտարարություն կա, օրինակ տեսեք, Խուդաթյան Իրան կամ Հայաստան Իրան Խուդաթյանի այցելությամբ հանդիպում եւ կստեղծեն մասնագիտական աշխատանքային խումբ էներգետիկայի ոլորտում կենտրոնանալով գազի առևտրի վրա, սա ակնհայտ քուանշ է պլոտի լեզվով ասած, հա, այսինքն սա ակնհայտ մարտահրավեր է, որ բանը հավիցակ չենք էլի, մենք ստեղ նստած սպասենք, որ դու պիտի գազի ինտենսիվ օգտագործման սեզոնին սեպտեմբեր, հոկտեմբերին, նոյեմբերին տնես անակնկալ գազիկինը բարձրացնես, մենք էլ նստենք սկսենք մտածել, թե ինչ պետք է արվի, որ Հայաստանը պատրաստվում է հնարավոր բազմազանացմանը կամ դիվերսիֆիկացմանը, եթե այդ բառն ավելի հասկանալից է, հարգելի հայրենակիցներ, հարևանի հետ, բա ումից ներողություն։ Խո Հարավաֆրիկյան Հանրապետությունից գազ չպետք է ներկրի։ Հարևանը գազի վրա նստած, այս մի հարևանն էլ է գազի վրա նստած երկիր։ Հայաստանի կողքով շրջանցելով գազեր են ղրգում տարբեր տեղեր։ Իսկ այս ստրկական պայմանագիրը, որը ստորագրել է Սերժիկ Սարգսյանը, ազատության մեջ ֆրֆռում է, ճիշտ է, ուրիշ գործերով մեղադրյալ է, բայց այս գործով ինչի մեղադրյալ չէ, պարոն Փաշինյանը զբաղված է, հա, ներկայացումներ է գնում դիտելու սուրբ եւ անմար, ինչ էր, անմահ պատարակների այցելում, Սրբույի Գալյանը տեղյակ չէ, տատախազությունը ընդհանրապես խաբար չէ, որ Սերժիկը այս տեսակ ստրկացնող պայմանագիր է ստորագրել ժամանակին 13 թվական։ Բա ով պետք է քրեական գործ հարուցի այս տեսակ պայմանագիր ստորագրելու համար, թե որ նախագահ է ստորագրել է, ուրեմն թե նախագահ է եղել ստորագրել է, թե այսպես, հա, դուք լինեիք ինչ կանեիք, այն որ կաշառակերների բաների մասին բան են խոսում, մեկ պատահում են, էլի, բանը, ինչ որ արարածներ ասում են, դուք էլ եղնեիք, դուք էլ կանեիք նույնը, հորերի դարև, հա, թարգտվեք այդ բոլորի վրա ցրել պատասխանատվությունը, այդ պատասխանատվություն ցրելու այլանդակությունն է, էլի քանդել ավիրել էս երկիրը, հիմի նույնը ստեղ է, այս պատասխանատու չպետք է դառնա Սերժիկ Սարգսյանը, ստորագրողն ինքն է, ազգային ժողովը վավերացրել է, այդ դեպուտատներին էլ կարող եք կանչել հարցակնել, բայց իրենք գործադիր մարմին չեն եւ առաջնորդվում են իրենց խղճով քվեարկելով, այդպես է, էլի։ Իրենց խղճով են քվեարկել, համարել են, որ հիշում եք այդ օրը, հա, պատգամավորների քարտերը Զարուհի Փոստանջյանը հավաքեց, որպեսզի չկարողանան քվեարկել, Հովիկ Աբրահամյանն էլ թե բա ձեռով են քվեարկում։ Զորով շարով քվեարկել տվեցին, վավերացրեցին այդ խայտարակ պայմանագիրը, հուշագիրը, համաձայնագիրը,
Խոսքով հասկացաք հարգելի հայրենակիցներ, ես շատ եմ կասկածում, թե մի օր երբևէ մեղադրանք կներկայացվի Սերժիկ Սարգսյանին այս տեսակ պայմանագիր ստորագրելու համար։ Ես մի քանի կտոր կարդացի այդ պայմանագրից, հեշտությամբ կարող եք գտնել համացանցում, ամբողջ ծավալով կարդաք, մի քանի կարևոր դրվագներ, էլի կան կարևոր մասեր այդ պայմանագրի մեջ, ինչ գործեր էր անելու Գազպրոմը Հայաստանի տարածք գազի առաքում, գազի փոխադրում, գազի ստորգետնյա պահեստավորում, գազի պաշխում եւ իրացում, սպառողներին գազի պաշտման եւ առաքման կարգավորման օպերատիվ տեխնիկական կառավարում, գազափոխադրման, գազապաշտման համակարգերի տրալալալալալալա եւ այլն։ Հայ-ռուս գազարդ փակ բաժնետիրական ընկերությունը տիրապետում է Հայաստանի Հանրապետության սպառողների համար նախատեսված ՌԴ տարածքից առաքվող տրվող գազի ներմուծման բացառիկ իրավունքով։ Բացառիկ։ Չթպրդակ էլի, հա։ Ոնց որ ցես ստիպեն հացը գնել, սնունդը գնել այս խանութից։ Ինչ գին եղավ, պետք է երթակ գնեք, էլի, մոտավորապես այդ բանն է։ Եվ այլն, տարբեր հոդվածներից քաղվածքներ կարդացի ես։ Սերժիկին սրա համար մեղադրանք չեն ներկայացնելու, չեն տատելու։ Ինչի Փաշինյան։ Փամփուշտները վերջացան։ Բանը։ Հա, եւ կարող էր արդյոք այս մասին հրապարակային հայտարարություն չլինել։ Ասենք Խուդատյանը գնացել է էներգետիկ մասն են քննել, Իրանին փող է պետք գազ ունի, Հայաստանին գազ է պետք փող ունի, բանը կարող էին չհրապարակել։ Գուցե մինչև հրապարակումը Իլիահակին գործեր բաներ քննարկել դրել վերցրել են, հիմի արդյոք կարող է Ռուսաստանի Դաշնությունը Իրանին ասել, չհասկացանք, ոնց թե գազ էս մատակարարելու Հայաստանին, բացի այն ինչ որ էլեկտրաէներգիայի դիմաց մատակարարում էս փոքր ծավալների մասին է խոսքը, հա, եւ ինձ թվում է, որ այստեղ երկու կողմը գցել բռնել են, որ ճիշտ է այս մասին հրապարակային հայտարարություն անելն է եւ նախապատրաստություններ անելն է։ Ընդհանրապես էներգետիկ է, էներգետիկայի ոլորտում կենտրոնանալով գազի առևտրի վրա, սա չմոռանանք ընկերներ։ Իրանը կողմնակություն է հայտնել, ուրեմն այս լուրը հայտարարվել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի եւ Իրանի նավթի նախարար, Մոհսեն Պակնեջադի միջև Թեհրանում կայացած հանդիպումից հետո գովաբանելով Հայաստանին դժվարին ժամանակահատվածներում Իրանի կողքին լինելու համար Պակնեջադը վերահաստատեց Թեհրանի պատրաստակամությունը ամրապնդել համագործակցությունը իր հյուսիսարևմտյան հարևանի հետ իր տեխնիկական եւ տնտեսական հնարավորությունների շրջանակներում կողմերը քննարկել են էներգետիկ նախագծերի լայն շրջանակ երկկողմ առևտուր, տեխնիկական եւ ինժեներական ծառայությունների արտահանում, նավթավերամշակման գործարանի կառուցում եւ նավթամթերքի մատակարարում Հայաստան նավթավերամշակման գործարան։ Հիշում եք Սերժիկ Սարգսյանս ասում էր, որ պիտի Մեղրիում նավթավերամշակման գործարան լինի։ Ես իհարկե չեմ ուզում, որ այս գործարանը լինի այնտեղ, եթե լինի հյուսիսարևմտյան Իրանում, սահմանի այն կողմում, էլի։ Ինչով է կարևոր այս նավթավերամշակման գործարանը, այնով, որ Հայաստանի ունեցած բենզինի կարիքը բենզինը Իրանում արտադրված բենզինի ստանդարտներից ահագին հեռու է։ Շատ փոքր քանակությամբ է մեր ավտոներին հարմար, մեր մեքենաներին հարմար բենզին արտադրում Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Հիմա էլ Հայաստանը ներկրում է, բայց սա փոքր քանակության մասին է եւ այս նավթավերամշակման գործարան ունենալ, որը Հայաստանի կարիքներին համապատասխան առավել եւս Հայաստանի միջով տարանցիկ ճանապարհով ուրիշ երկրներ հասցնելու բենզին, դիզվառելիք, մնացած նավթամթերքները արտադրելու համար երևի թե գցել բռնել էլի հանգերեն են մտքին, ինչ ժամանակին հանգել էր Սերժիկ Սարգսյանի թագավորությունը ու չթողեցին, որ երևի Մոսկվան չթողեց կամ Սերժիկին ասինապեր թարգի էլի դե ինչ պետք է կղրգենք էլի, ինչի եք դուք տենց բաներ անում, վատ բաներ եք անում, ինչու եք ուզում, որ ձեր էներգետիկ անկախությունը իսկապես ձևավորվի, ինչու եք ուզում ձեր էներգետիկ կախյալությունը Ռուսիայից կտրել, չեք ամաչում, վատ ենք եղել։ Սերժիկն էլ երևի ասել է, որ դե լավ թարգը տանք էլի։ Երկաթգիծ էր սարքելու, հիշում եք, հա, Պարսկաստան գնացող Զանգեզուրով
այդպիսի բաներ էլի, որպեսզի երկկողմ բանակցությունների հաջորդ փուլում կարողանան գնահատվել կոնկրետ արդյունքները, Երևանն ու Թեհրանը համաձայնել են ստեղծել համատեղ մասնագիտացած աշխատանքային խումբ եւ այլն։ Հա, չմոռանաք, որ սա խոսվում է Դավիթ Խուդատյանի կամ նախարարի մակարդակով, ընդեղել են իհարկե նախարարներ, բայց հասկանալի է, որ այս որոշումները համաձայնեցված են երկու երկրների, ուրեմն բարձրագույն իշխանությունների հետ։ Փոքրիկ են 43 կիլոմետր սահման ունեն, կեսենք ենք, Իրանին պետք է Հայաստանի ընկերակցությունը։ Նախատեսվում է ավելացնել բնական գազի արտահանման ծավալները, այսինքն շուտով մենք լսելու ենք իմացար պացանների կամ մեր գրիշի ասած ողորմածիկ պացան պուցունների ղժղժոցը, հա, Մոսկվայից ցեները ելնելու է այն ջութագի անեկդոտի նման, էլի, ցենա իկուցկելնի, ինչպես ասում են։ Նոր առևտրային ձևաչափ, այդ նախաձեռնության իրականացումը պահանջում է գործող ենթակառուցվածքների համապարփակ գնահատում, ինչպես նաև ուսումնասիրություն, թե որքանով է հնարավոր Հայաստանը դարձնել տարածաշրջանային տարանցիկ հանգույց գազի առևտուրը հայկական շուկայից դուրս ընդլայնելու նպատակով։ Ահա այսպիսի զարգացումներ Հայաստան-Իրան հարաբերությունների հետ կապված, եթե հաջողվում է սա, իսկապես Հայաստանը ամրապնդում է իր էներգետիկ անվտանգությունը, այլ ընտրանքային աղբյուրներ ունենալը շատ էական է, սպան է էլի, հա, տարական դպրոցի գիտելիք է սա, էլի, ինչը ոնց որ թե Հայաստանի իշխանությունները երկար ժամանակ չեն ունեցել։ Հիմա եկել է հասել է Տանագոսկորին եւ վերջապես ոնց որ թե բան է շարժվում։